Պարոն Արշակյան, որքան մոտենում են 26 թվականի ընտրությունները, մենք այնքան ավելի շատ ենք տեսնում Ռուսաստանի ակտիվությունը մեր երկրում, նաև մեր տարածաշրջանում ավելի գլոբալ իմաստով։ Երևանում էր Լավրովը մի շարք հայտարարություններ արեց, այսօր արդեն Մոսկվայից է նշում, որ մենք հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին, Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում կփորձենք նպաստել։ Ինչ դիտարկումներ ունեք, ինչ հետաքրքրություններ ունի Ռուսաստանն այստեղ եւ որոնք էին արտգործնախարարի հիմնական մեսիջները ձեզ։ Նախ արտգործնախարարը որպես հետախույզ էր եկել, այսպես ասենք նախապատրաստական աշխատանք էր դա իրականում եւ ես կասեի, որ վերադարձի փորձ է, որովհետեւ իսկապես Ռուսաստանը բավական անհաջող հեռացել էր Հայաստանից, հրաժեշտ չէր տվել, ավելի ճիշտ կարելի ասել դուռը շրխկացրել էր Շուշիում մեր վրա, ընդհանրապես Արցախի վրա շրխկացրել դուռը գնաց ու հիմա փորձում է կարծես թե նոր հարաբերություններ սկսել։ Կարծում եմ ուշ գալու պատճառը ոչ միայն զբաղվածություններ ուկրաինական ռազմաճակատում գլուխը խառնել, այլ նաև սպասում էին, որ վերքը սպիանա իրենց հասցրած վերքը սպիապատի ու իմ գնահատականը դա է, որ էթնիկ ծագումով հայ են ուղարկել, կարող են եւ ասենք կալմիկ ուղարկել կամ մարդվին, ինչու՞ չէ, կարելի է նույնիսկ ռուս ուղարկել, նա կգար կասեր, ինչ պետք է ասեր, մենք պետք է հարցը, այնինչ որ ասեցինք, այդ դրան ինքը դժվարությամբ կպատասխաներ, իսկ քանի որ յուրայինի են ուղարկել, իբր թե յուրային է, որ գնա ձերոնց հետ որպես աբորիգեն, որպես տեղաբնիկ, դու էլ գնա ձերոնց հետ լեզու գտի, տես ինչ կա, չկա, որովհետև պարզում է, որ Հայաստանը արժեք ունի, ես կուդա ձիվացը, պարզվեց, որ տանում են Հայաստանը, այդ որ ինքը թողել գնացել էր, չփակվեց հայկական պրոյեկտը, այլ դրա համար ուղարկեցին յուրայինին, որը լուրջ դիվանագետ է, Ռուսաստանի դեմ հանել է 51 պետություն, ես չգիտեմ, այդպես եղել է եւ Ռիբենտրոպի ժամանակ, ֆոն Ռիբենտրոպի ժամանակ Գերմանիայի դեմ դուրս էր եկել 53 պետություն։ Այդ իմաստով մրցանակային երկրորդ տեղը Սերգեյ Լավրովը ֆոն Ռիբենտրոպից հետո գրավում է 51 աշխարհի 51 պետություն, այդ թվում այդ թանկարժեք 7-նյակը, կիսաթանկարժեք 20-ը, չժանգոտվող 50-ը, Եվրոմիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադայի, Մեքսիկայի, Արգենտինայի ու Բրազիլիայի հետ միասին Սերգեյ Լավրովը դրանց բոլորին հանել է Ռուսաստանի դեմ։ Ես չգիտեմ, այդ թվում եւ իր նախկին գործընկերները ասում են, որ ինքը լավ դիվանագետ է։ Ես չգիտեմ լավը որն է, եթե 51 պետություն պատժամիջոցներ է կիրառում Սերգեյ Լավրովի հայրենիքի դեմ։ Ուրեմն բայց հայերի համար դե ասում են հիմա մերն է, էլի, այն որ ասում են սուկին սին, նաշ սուկին սին, իրանց լեզվով այդպես է։ Բայց ինչ որ մտահոգություններ ամեն դեպքում ունեն, որ Հայաստանը կարող է այսպես դուրս գալ։ Իրենք մեզ ասում են, այ եթե Լավրովը չլիներ, ես այլ լեզվով խոսեի, կասեի, որ հարգեցին, գնահատում են հայկականությունը, գնահատելով, փորձում են հարաբերությունները շտկել Հայաստանի հետ կամ վերաձևավորել, բայց քանի որ ուղարկել են Մարգարիտա Սիմոնյանն էլի կան, էլի մի երկու հոգի, Անդրանիկ Միհրյանյանը չի ասում են լավ, Սերգեյ Լավրովին ուղարկենք, սա հայերեն չգիտի, դա այդ իմաստով վիրավորական է, պետք է դուք գայիք, պետք է ռուսը գար, իսկական ռուսը, լավ կլիներ, որ մորուք, հաչամորուքով են, պրավասլավնի մորուքով գար
Ու ինչ որ ասելու էր, ասեր, մենք իմանայինք, որ Ռուսաստանի հետ գործ ունենք։ Հիմա սա շատ զգուշավոր հետախուզական կասեի միջադեպ էր եւ ճիշտ ասած այնպես ստացվեց, որ մերոնք էլ արժանավոր եւ իշխանությունը եւ ընդդիմությունը իր պլակատներով այդ ակցիան խիստ դրական էր։ Ասացինք, որ մենք այսպես էլ կարող ենք դիմավորել ձեզ։ Ձեր մասին մենք այսպիսի կարծիք էլ ունենք։ Ճանաչում ենք Հագայի դատարանի դատախազի կարծիքը։ Մենք դա ճանաչում ենք։ Բայց եթե վերադառնանք պոզիտիվ, կառուցողական դաշտ, ես կարծում եմ, որ անհանգստացած է Ռուսաստանը այդ 3+3-ը դա ընդհանրապես աղետալի բանաձև է, որովհետև 1 եւ 0 պետք է լիներ։ Ռուսաստանը այստեղ է իր ֆորպոստն է, իր պլացդարմն է, իր վասալն է, իր սուզանավն է, իրենն է, միայն ինքը պետք է որոշի Հայաստանում երբ պետք է գարուն լինի, երբ աշուն, ով պետք է կառավարի եւ ինչ կանոնով երկիրը, դա իր գուբերնյան որպես, ուզում եք ասեմ, Армянское царство, Երևանская область, այդ դրանք հիմա ինքը բաժանել է 3 մասի, 30%-ն է իրեն պահում, այն մյուս մասերը 30%-ով տվել է մեր հարևան պետություններին, նվեր է տվել, թե կոռուպցիոն բան է, կաշառք է տալիս որպես Իրանին եւ Թուրքիային։ Նրանք ինչ գործ ունեն Հայաստանում, ընդհանրապես Կովկասից այս կողմ, Պասկևիչի ու Երմոլովի գրաված տարածքներում հարցեր լուծելու։ Ես մտածում եմ, որ այդ 30%-ի համար նրանք հայտ են ներկայացնում 30% ազդեցություն ունենալու համար։ Իսկ որոնք էին մեր քաղաքական դաշտին ուղղված մեսիջները ձեր կարծիքով, Լավրովի այցից 2 օր առաջ Քոչարյանը խոսում էր բոլոր այն վտանգների մասին, որ կարող է սպառնալ Հայաստանին, եթե մենք հանկարծ շարժվենք Եվրոպայի ուղղությամբ, որ Մակրոնը գրկախառնություններից բացի ոչ մի բան մեզ չի կարող խոստանալ եւ որ Հայաստանը կդառնա Ուկրաինա, իսկ Լավրովը ասում է ուկրաինացման օրինակ սցենարներ Հայաստանի պարագայում չեն սպառնում։ Որոնք էին այս ուժերին ուղղված ձեր կարծիքով հիմնական ասելիքները Լավրովի։ Դուք հարցը այնքան լավ տվեցիք, որ պատասխան չթողեցիք։ Դե հենց դա էր, որ Ֆրանսիան, եթե Ֆրանսիայի ցանկությունը չլիներ, մենք այսօր Զանգեզուրի մասին խոսեինք արդեն թուրքերեն լեզվով, ու մենք կունենայինք արդեն Երևանում նաև սյունեցիների պրոբլեմա, այսինքն դա հենց Եվրոպան կասեցրեց անեքսիան, Սյունիքի անեքսիան կասեցրել է պայմանական ասենք, Ֆրանսիա, ոչ ասելով, մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե ի պատասխան Լավրովին, որ մենք կանք այստեղ, այն 100%-ով, որ դուք իրար մեջ բաժանել եք, դուք դրա իրավունքը չունեք, ասենք Իրանը եւ Թուրքիան այնպիսի կարգավիճակ չունեն համաշխարհային ուժային հարթակում, որ իրենք որոշեն իրենց հարևանները ինչ պետք է ունենան։ Օրինակ, բոլորովին վերջերս Սիրիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Սիրիայի ղեկավարի հանդիպումը։ Դա նույնպես կապված է Լավրովի այցի հետ։ Այսինքն այստեղ այլ ուժեր, այլ կարգավիճակ են ստանում։ Այս պլացդարմը, ֆորպոստը Երևանսկի, Արմյանսկի պարզվեց, որ գին ունի, դեռ շատ գին է ունենալու։ Հիմա ես կարծում եմ, որ մենք որոշ իմաստով այսպես ծուլորեն կարող ենք շարունակել մեր ծույլ քաղաքականությունը, եռանդ չկա, սկզբունքայնություն չկա մեր վարքագծում, իշխանության վարքագծում, նույնիսկ ծուլության դեպքում թող իրար հետ կռվեն Ֆրանսիան եւ Հյուսիսային Կովկասի, ասենք Ռոստովի մարզը, իրենք ինչ կարգավիճակ են տալիս Ֆրանսիային, անվտանգության խորհրդի մշտական անդամը ՄԱԿ-ի, միջուկային տերության, ֆրանսիական մեծ հեղափոխության երկրի,
մարդու իրավունքների հռչակած երկրի մասին ինչ կարծիք ունեն։ Ուրեմն ես կարծում եմ, որ մենք մի քիչ կարող ենք կողքից նայել, ասենք, տես դուք որոշեք։ Մեր երկիրը Վանտերյանի խոսքերով չասեմ, հա, մեր երկիրը արժեք ունի։ Մենք մեր ինքնագնահատականը բարձր է, մեր երկիրն էլ է բարձր։ Ով շատ կտա, նրա հետ կբարեկամանանք։ Այ հիմա դա է տեղի ունեցել։ Ֆրանսիայի անունը տալը դա է նշանակում, որ մրցակից ունի, այդ մրցակիցը մենք չենք, եւ առավել եւս ներքին 3 առաջ օրվա իրենց դրածո իշխանությունը չի, դա արդեն անցել է։ Նրանք ոչ միայն անցել է, իրենք են նրանց վռնդել։ Դա հետաքրքիր է։ Նրանք չեն կարող հետ գալ, որտեղ նրանք խոտանվել են դեռևս իրենց օրոք, երբ ազդեցիկ էին։ Երբ ազդեցիկ էր Ռուսաստանը Հայաստանում, ինքն էր որոշում։ Ռոբերտ Քոչարյանին խոտանեց։ Կարող էր սահմանադրությունը փոխել, ոնց որ Բելոռուսում կամ Տաջիկստանում կամ Ղազախստանում սահմանադրության մեջ մի կետ փոխում ես եւ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իշխել, տիրել, տնօրինել։ Բայց հանեցին, ասեցին գնա, մի ուրիշը կա քո նման։ Նա եկավ, նրան էլ հանեցին, որովհետեւ նրանք Եվրոպայի հետ սիրավեպ ունեին։ Դա նրանց բաժինը չէր, ընդհանրապես նրանց տրված չէր միջազգային հարաբերություններում այդքան խորանալ։ Նրանք պատժված են որպես Ռուսաստանի համար դասալիկ։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի համար համարվում են դասալիկ։ Այդ 4 տարի, որ սիլի-բիլի էին անում Եվրոմիության հետ, դա ռուսները ներելու են Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցությանը չեն ներել։ Եվ այդ եվրոպական կառույցներին կամ Քիվեստում ձգնորսություն անելը, ձգնորսություն կա, Սիբիրում գիտեք ինչ գետեր ունենք մենք, հենա Շոյգուի հետ գնում ձգնորսություն էր անում, ում հետ որ պետք էր, նրա հետ պետք է ձուկ բռներ, գնաց Քիվեստ, դա դասալակություն էր, ում հետ եք պայմանավորվում, ուրեմն նրանք հետ չեն գալու, այսինքն դա, ես ասում եմ, որ նրանք չեն Ռուսաստանի հավակնորդները, թեկնածուները նրանք չեն, դա ինքնագործունեություն է։ Իսկ ովքեր են Ռուսաստանի թեկնածուները լինելու 26-ին։ Դեռ ոչ, դեռ չկա։ Նրանք դեռ եկան հենց դա էր, տեղում ուսումնասիրեցին։ Ես ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև կարծես քաղաքական դաշտում հերթ է Ռուսաստանի թեկնածուն լինելու համար, իրենց հայտարարությունները նկատի ունեմ, շատ են այդպիսի գործիչներ, ովքեր գուցե փորձում են նաև ներկայացնել, որ իրենք են լինելու։ Օրինակ Արշակ Կարապետյանը ռուսական լրատվամիջոցների միջոցով է իր ասելիքը փոխանցում մեր հանրությանը, փնովում իշխանություններին, Արտուր Վանեցյանն է անդադար Ռուսաստանի հետ հարաբերություններից խոսում, փնովում իշխանություններին, սրանք էլ որոշակի գործիքներ են երևի թե Ռուսաստանի կողմից կիրառվող ու ինչ հաջողություն կունենա ձեր կարծիքով։ Ինքնագործունեություն է, դա գավառամտության հետևանք է։ Իջեցնում են նշած ձողը իրենցով։ Դրանք ովքեր որ կան, հենց այդպես միայն հայտ ներկայացնելը, ուզում եք ցուցակ ասենք, այդ որոնք որ արդեն նկարվում են որպես վարչապետի թեկնածու, ազգային ժողովի նախագահի թեկնածու, դռնապահի թեկնածուներով իրենց այդ թիմը չեն կարողանում ներկայացնել քաղաքական ծրագիրը։ Ես քաղաքական մեծ իմաստով եմ ասում։ Հայկական պետության կարգավիճակի ծրագիրը ռուսները եւ ոչ միայն ռուսները, պարզվեց որ նաեւ արևմուտքը այդ որ ասում են բալանսավորված, բալանսը մի դեպքում, եթե կա մյուս կողմը, այ նաեւ մեր թեկնածուները, մեր ճակատների մեջ մեր թեկնածուները որ ասում են մենք Ռուսաստանի թեկնածուն ենք, մեզ սիրում է Ռուսաստանը, մենք Ռուսաստանին չենք հարցրել, չի երակրում, իսկ ինքը ձեզ սիրում է, թե անպատասխան սեր է։ Ես կարծում եմ այդ թեկնածուների համար կարելի ասել անպատասխան սեր է, ավելի կոպիտ բաներ ձեր եթերում չասեմ։ Պարոն Արշակյան, իսկ Հայաստանի համար խնդիր կամ նույնիսկ այսպես ձևակերպեմ ողբերգություն չէ, որ մեր նախկին պաշտպանության նախարարները օրինակ Ռուսաստանի միջոցով են իրենց ասելիքը փորձում այսօր հասցնել մեր հանրությանը, մեկը ընդհանրապես հետախուզման մեջ է Ռուսաստանում է, չենք կարողանում տեղի իմանալ կոնկրետ, մյուսը էլի Ռուսաստանում է Արշակ Կարապետյանը, ով պատերազմից հետո էր
ստանձնել նաև այդ պաշտոնը, սա ինչ անվտանգային խնդիրներ է պարունակում Հայաստանի համար։ Հայաստանի համար ոչ մի, Ռուսաստանի համար է դա տգեղ։ Այսինքն դրանք Ռուսաստանը թիրախավորում են քրեական հանցագործները, ակնհայտորեն, կոլաբորացիոնիստները, ոչ հայրենասեր։ Այսինքն Հայաստանի ամենահայրենասերը դա զինված մարդն է։ Զինված ուժերում մարդը, որը անձնազոհ է։ Մենք բոլորս հայրենասեր ենք, սիրում ենք մեր այգին, մեր տունը, մեր երեխաներին, մեր քաղաքը, սիրում ենք։ Ջուրը, հողը, սիրում ենք, բայց զինված ուժերը գրավ է դնում իր կյանքը։ Թիրախ, համար առաջի թիրախը զինվորն է։ Եթե գլխավոր զինվորը Հայաստանի դեմ է, գերագույն գլխավոր հրամանատարին չի հարգում, հայհոյում է։ Ռուսաստանին ու ասում է մենք ռուսների հետ, ես ու արջը։ Այդ գիտեք անեկդոտ կա, ես հիմա չպատմեմ։ Ըստ արջին բան ասող կա, դու տես արջը քեզ հրավիրել է, քեզ գրկել է այդ սիրո գիրք չի։ Ես կարծում եմ, որ նրանց Ռուսաստանը որը ժամանակ հետո կպատժի, որովհետև հաշիվը փակում է Ռուսաստանը, ստացվում է, որ Ռուսաստանի կողմնակիցներ են մեր մոտ բոլոր թալանչիները, բոլոր քրեականները, հեղինակազրկված անձինք։ Հեղինակազրկվածները հեղինակազրկում են մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այսինքն նրանք Ռուսաստանի դեմ են։ Մեր մոտ հենա կարող էինք վռնդել ենք, պաշտոնանկ կանենք, արել ենք պաշտոնանկ։ Գույքը կվերցնենք, բայց նրանք ասում են, դու գիտեք, որ դա մենք ռուսների դրացոն ենք, մենք ռուսական ագենտ ենք։ Ասում ենք, դա է ձեր ագենտը։ Մենք Ռուսաստանի օրինակ ես հարցնում, դրանց եք ընտրել։ Բա մեր մեջ ուրիշ չկա։ Մեզ համար ընդունելի մեկը չկա։ Էլի ձերը թող լինի, բայց մեզ համար էլ ընդունելի լինի, չէ՞։ Օրինակ Քոչինյանը, Անտոն Քոչինյանը, Արեգ Քոչինյանին ես համակրում։ Քոչինյանը ասում դեմ էինք ռեժիմին, սովետական միությանը, Լենինին, Աթաթուրքին, բայց Քոչինյանը լավ էր աշխատում։ Ձեր մարդն էլ, բայց մենք ասում ենք ու աշխատի։ Դուք էլ հանեցիք։ Աղասի Խանջանին դուք սպանեցիք, ձեր մարդն էր։ Միասնիկյանը ձեր մարդն էր։ Դուք սպանեցիք, այն մյուս բոլորին հանեցիք։ Ասում եք, այդ մակարդակը գոնե ապահովեք։ Ես կարծում եմ, որ դրանք հակառուսական տրամադրություն են ստեղծում Հայաստանում իզուր տեղը, դրա կարիքը չկա։ Պարոն Արշակյան, նկատելի է, որ վերջին զրույցներում Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ փորձում են 2018-ի հեղափոխության արտաքին հետք տալ եւ մեղքը բարթել արտաքին ուժերի վրա, որ նրանք եկան Հայաստանում հեղափոխություն արեցին, ինչու ձեր կարծիքով, ու արդյոք սա ինչ-որ էլի նախընտրական ինչ-որ մանևրի տարբերակ է ձեր կարծիքով 26-ից առաջ։ Հայտնի կինոից մեջբերումով ագլասիցե վեշ սպիսեք, արտաքին որից եք, այբենական կարգով սկսենք։ Արևմուտքից կարծես նկատի ունեն, այսպես է։ Բայց ինչի արևմուտքը միշտ արգալից է, ասում է համագործակցենք Ռուսաստանի հետ։ Այնպես չի, որ ասում են, գիտեք ինչ, Սերժ Սարգսյանին հարցրել են, կամ Ռոբերտ Քոչարյանին հարցրել են, քեզ որ հանում ենք, հետո ում նշանակենք, հա։ Հիմա էլ իրենք արդեն գնահատում են, ասում են մենք չենք արել, դուք չէիք էլ կարող անել, դուք Հայաստանում որպես պարտկոմ, սովխոզի պարտկոմ ու սովխոզ, հատուկ ստեղծեցին սովխոզը ձեր համար, որ դուք պարտկոմ լինեք, դուք սովխոզում կարող եք Հայաստանում պարտկոմ դառնալ, եթե Ռուսաստանը ձեզ չբերեր։ Հիմա էլ ասում են, որ մենք չենք արել հեղափոխություն, այդ մենք գիտենք, որ դուք չեք արել, մենք գիտենք ով է արել եւ ում է նշանակել, եւ ձեզ ինչ կարգավիճակ է տվել դատախազի ուշադրության կենտրոնում, այ իրենց կարգավիճակը նաեւ եթե Ռուսաստանը լուրջ Նիկոլ Փաշինյանին ասի, որ փակեք գործերը, փակեք, եւ նրանք պետք է ազգային ժողովում լինի, ոնց որ այնտեղ կան մի քանի հոգի կան, ազգային ժողովում են, դրանց էլ տար այնտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, չէ, ես հանձնում եմ Սյունիքը, ինչն եմ հանձնում, լոռին հանձնում եմ, բայց դրանց չեմ բերի, չէ, մեզ կբացատրի, ասի, գիտեք, հայրենիքի ազգի պետության Արագած լեռան շահերից ելնելով, թող իրեն, էլի թող խոսեն, էլի հենա խոսացող կա, թող դրանք է, կարճ ասած, դա իրանց լիազորությունների շրջանակից դուրս էր Հայաստանում
իշխանա դրա համար ճիշտ են ասում, որ մենք չենք արել, դուրսից են արել, բայց դուրս իրանք ասում են ֆրանսիացիներն արեցին, Շարլ Ազնավուրը արեց։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։